Ողջունելի է հավաքվել գյուղի բնակիչներով ու միասնական լինել այս խաղի առիթով։ Կոման գյուղում կազմակերպել էին նարդու մրցաշար Եղիշատակ գյուղի զավակների Արտյոշ Հակոբյանի ու Գրիգոր Ալեքսանյանի։ Նրանք կոմանցիներ էին, սակայն հետագայում տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն եւ անժամանակ հեռացել այս կյանքից։ Մեկ րոպե լրությամբ հարգեցին նրանց հիշատակը ու այնուհետև շարունակեցին խաղամրցաշարը։ Կազմակերպիչները նույն գյուղի ռուսաստանաբնակ Արտուրն ու Համլետն են, որոնց նպատակն է եղել լինել գյուղում եւ համախմբել ժողովրդին այս հիասքանչ խաղի առիթով։ Տղաների կողմից հրաշալի աշխատանք է կատարվել կազմակերպչական գործում եւ հիմնական մրցաշարը անցկացվեց կարճ եւ երկար նարդու խաղաձևով։ Կազմակերպել ենք նարդու առաջնորդություն Ալեքսանյան Գրիգորի իմ աղբերոջս Հակոբյան Արտուշայի քանամի իրանց հիշատակի համար կազմակերպել ենք կոման մրցույթ, որին մասնակցել բոլոր համարյա կոմանցիները, շատ աշխուժ է, արդիկ ուրախացած են այս առիթի հավաքչությամբ։ Պրիզը ոսկեզար է, Ռոբորդանի երկրորդ տեղի համար նարդի է ու կրամատաներ։ Նախքան կոման գյուղ էլի մենք խաղցել ենք Լոբնիա քաղաքում 2023 թվականին ու ընդեղել էլի նույն ձևի ես իշխոր ստեղ ենք կազմակերպել, նույն ձևել ընդեղ ենք կազմակերպել համայնքի Լոբնիայի համայնքով։ Ես շատ ուրախ եմ, որ կոմանցիք ուրախացած են, համախմբված ենք ամենակարևորը։ Մեր նպատակը է որ գեղին, ջահելներին, մեծերին, ողջ ցաղին համախմբենք, մեկս սիրել հարգել ամենակարևորը մեր նպատակը է։ Իմ աղբերսա ու քնամիսա նարդու մեծ սիրահարեր երկար նարդու համար իրենք կրնային գործերը թողնե իսկի նստի առավոտից մինչև իրիկուն նարդի։ Մրցանակային տեղեր զբաղեցրած նարդի ասերները ստացան համապատասխան նվերներ եւ պատվոգրեր, իսկ ամենապատվավոր նվերը ոսկյա զարերը բաժին ընկավ իր հաղթանակով ամենալավ խաղացողին, երկար նարդիի առաջին տեղ զբաղեցնող Արարատ Կիլոյանին։ Անտարբեր չմնացին նաեւ աջակցության համար Համլետ Մովսեսյանն ու ժյուրիի անդամը։ Նրանք էլ ստացան համապատասխան նվերներ կազմակերպիչների կողմից։ Կամեցողություն էր, որ բոլորիս ըստ երևույթին ոչ թե հուշամրցաշար լինել, այլ Հոբելյանական 50 տարին, 70, չգիտեմ ինչ-որ նման արդերով կազմակերպեինք, այս մրցումները, բայց ցավոք սրտի մենք կազմակերպել ենք հուշամրցաշար։ Եվ հուշամրցաշարի ընթացքում երկար նարդիների համար առաջինից երրորդ տեղերը գրաված մեր մրցակիցներին նախատեսված է հուշամրցաշարին նվիրված տարբեր կավակներ, պրիզներ եւ ավարտելուց հետո սպորտը մնում է սպորտ, ուժը պետք է հաղթի, ովքեր որ հաղթեց, մենք այդ արարողությունը ձեզ հետ միասին կկատարենք։ Նաեւ ասեմ, որ տղաները կազմակերպել են հուշամրցաշարից հետո դա որոշելու բան է Եղիշատակ Արտուշից եւ Եղիշատակ մեր Կոկկոյին այստեղ բոլորիս ներկայությամբ մի բաժակ բարձրացնենք եւ Եղիշատակ մեր բոլոր անցավորած Եղիշատակի համար։ Իսկ վաղը, գիտեք, տղաները դեռ երկար ամիսներ առաջ մտածել էին, որ պետք է նաեւ գյուղի քրիստոնեական ամենամեծ տոնակատարությունը մեր Սուրբ Սադիգը նշենք բոլորս միասին, ճիշտ է Սուրբ Սադիգը ամսի 5-ին է, այդ օրը տոնակատարություն է, հաջորդ օրը ամսի 6-ին հիշատակի օր է, պետք է այցելենք յուրաքանչյուրս մեր գերեզմանները, ում վառենք, ում ծխացնենք հիշատակ մեր բոլոր անցավորած։ Բայց քանի որ կար գյուղում նաև հանգուցյալ, տղաները որոշեցին, որպեսզի մեկը մյուսին չխանգարի, նաև մեր գյուղի կինն է, եւ փրի մորքուրն էր 40 քներանում, որոշեցինք այդ հրաշալի քրիստոնեական ամենամեծ տոնակատարությունը նշել ամսի 4-ին։ Եվ այսօր շնորհակալ եմ բոլոր այն տղաներին, որոնք Մոսկվայից բավականին երկար ճանապարհ կտրել են, եկել հասցել են, որպեսզի իրենց հարազատ ծննդավայրի, իրենց համագյուղացիների հետ այդ տոնակատարությունը նշեն, նաև այս հրաշալի հուշամրցաշարը անցկացնենք։
Հավերժ շադակ մեր բոլոր անցավորած ապրողներին առողջություն ու հաշտություն, Աստված պահապան բոլորիդ, համայն աշխարհին էլ թող լինի խաղաղություն։ Դե հիմա, քանի որ մեկնարկը սկսվել է, տղե ջան, ուժը պետք է հաղթի, արդյունքն է։ Նաև կա ժյուրի, մեր Հակոբյան Լովայի գլխավորությամբ, որոնք այդ ամեն ինչը հետագան կընթարկեն անալիզի եւ կներկայացնեն, ովքեր են առաջինից երրորդ տեղը գնալել երկար եւ նարդիների մրցաշարը։ Ինչ ասեն, բարի հաղթանակ բոլորին։ Նմանատիպ միջոցառումները համախմբում են բնակիչներին ու լավատես լինում գյուղի ու գյուղացիների համար, որտեղ իրենց շնորհակալություն են հայտնում այսպիսի միջոցառում կազմակերպելու համար։ Անկեղծ ասեմ ողջունելի այսպիսի մրցույթները, լինի նարդի, լինի ֆուտբոլի, որտեղ այս ամենը կարողանում է համագյուղացիներին միավորել մեկ ընդհանուր հարթակի տակ։ Ինչ ասեմ, ցանկանում եմ խաղացողներին հակես խաղ, ցանկանում եմ նաև որպեսզի կարևորը լինի այստեղ համախմբվածությունը, միավորումը, իսկ հաղթանակը այստեղ ավելի շատ ոչ թե կարևորագույն տեղ ենք տանում նարդին կամ ուրիշ մրցաշար, այլ կարևորագույնը հենց միավորումն է եւ համախմբումն է։ Խորի շնորհակալություն ենք հայտնում Համո Համլետ Ալեքսանյանին, Արթուր Հակոբյանին, մեր Մոսկվայի ժամանած մեր համագյուղացիներին, ովքեր եկել եւ մեր հետ միասին կիսում ենք այս հրաշալի մրցաշարը։